Մեծարգո վարչապետ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, փաստաբանական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ եւ գիտական գործունեությամբ զբաղվող ներկայացուցիչներ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ այսօր այստեղ եք եւ մասնակցում եք այս կարևոր միջոցառմանը։ Եվ Տիկին Ջուլհակյան, մինչ ձեր բուն հարցին անդրադառնալը, ես նախ կցանկանայի անդրադառնալ պարոն Բաբայանի բարձրացրած հարցին, որին անդրադարձավ նաև Տիկին Թադևոսյանը, ուղեկցումների հետ կապված խնդիրը, այո, եղել է, այսօր էլ կա, ժամանակին եղել է ավելի ակտուալ, բայց թվական տվյալներն այն մասին են, որ ընդամենը 20% դեպքերում այդ ուղեկցումները տեղի չեն ունեցել պատշաճ կարգով, բայց այսօր այդ խնդիրը լուծման փուլում է ոչ միայն ուղեկցումների պատշաճ կազմակերպման ձևաչափով, այլ նաև օրենսդրական մշակումների ճանապարհով, առ այն, որ ներքին գործերի նախարարությունը նախագիծ է շրջանառել, ըստ որի հնարավորություն է նախատեսվում կալանավորման պայմաններում գտնվող անձի հետ դատական նիստը անցկացնել հեռավար տարբերակով եւ այդ լուծումներին այսօր մենք գնում ենք։ Մինչ կոնկրետ ուղղություններին անդրադառնալը, թե ինչ է արվում, որպեսզի ողջամիտ ժամկետներում տեղի ունենան քննությունները, ես կուզեի խոսել հետևյալի մասին։ Խորագիրը այսօր այս պանելային քննարկման ինչու է ուշանում արդարադատությունն է։ Եվ սա հարց է, որը մենք բոլորս մեզ տալիս ենք եւ վերջին շրջանում հարցի հետ կապված քննարկումները առնվազն արդարադատության նախարարությունում բազմաթիվ են եւ քննարկումների ընթացքում, երբ բարձրացնում ենք այս հարցը, գալիս ենք մեկ հիմնական եզրահանգման։ Բացի օբյեկտիվ պատճառներից, որոնք մենք այսօր քննարկեցինք եւ միշտ ենք քննարկում, ես կուզենայի շատ ազնիվ եւ անկեղծ լինել եւ ասել, որ մեր գտած հիմնական պատճառը, որ սուբյեկտիվ է ինչ-որ առումով, դա գործողություն, անգործություն եւ պատասխանատվություն այդ պատճառական կապի եւ գործողության եւ պատասխանատվության հետևանքի հետ կապված պատճառական կապի խնդրի մեջ է։ Ինչ եմ ուզում ասել, այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործողությունները կամ անգործությունը ոչ պատշաճ գնահատականի են արժանանում պատասխանատվության տեսանկյունից։ Այս եզրակացությանը հանգելուց հետո փորձել ենք քննարկել, թե ինչ է պետք անել, որպեսզի իրավապահ համակարգի, դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչները ի վերջո իրենց գործողությունների կամ անգործության համար ենթարկվեն պատասխանատվության։ Իհարկե մեխանիզմները տարբեր են եւ չափանիշները եւս, բայց մեկ բան կարծում եմ պարզ է, որ ինչ էլ մշակենք, պետք է դա լինի այնպես, որ յուրաքանչյուրի համար պատասխանատվությունը լինի կանխատեսելի։ Մենք միշտ խոսում ենք արդարադատության կանխատեսելիության մասին, բայց կարծում եմ, որ այդ արդարադատության իրականացման շղթայում ներգրաված բոլոր մարմինները եւ դրանց ներկայացուցիչները պետք է իմանան, որ իրենց նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության միջոցները լինելու են կանխատեսելիության դաշտում։ Այդ եզրահանգումից հետո քննարկման մեկ այլ շերտ է բացվում եւ մենք փորձում ենք հասկանալ, այ օրինակ, ինչն է խնդիրը, որ երբեմն ոչ արդարացի հետապնդումներ են լինում, երբեմն ոչ հիմնավորված կալանավորումներ են լինում, երբեմն շատ հաճախ ոչ երբեմն ձգձգումներ են լինում եւ պատասխանները իհարկե տարբեր են, բայց երբ մտածում ենք խստացնել պատասխանատվությունը կամ գնալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից, մտածում ենք իսկ գուցե այս դեպքում հակառակ էֆեկտ ունենանք, այսինքն մարդիկ վախենան գործելուց, լինեն ավելի զգուշավոր, վախենան սխալվելուց եւ պատասխանատվության ենթարկվելուց։ Հետո ըստ էության, որպես քաղաքականություն մշակող, թվացial փակուղու առաջ ենք կանգնում, ասում ենք լավ, ոչ պատասխանատվության ենթարկելն է մի բան, ոչ չենթարկելն է մի բան, որովհետեւ բալանսը ճիշտ շատ դժվար է գտնել եւ միակ միտքը, որ այստեղից ծագում է եւ միակ լուծումը հարցի, կարծում եմ, որ պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է։ Այսինքն մենք պետք է շեշտադրենք պրոֆեսիոնալ
կադրեր ունենալու հանգամանքը եւ մենք բոլորս պետք է աշխատենք մեր վրա, որպեսզի մենք չվախենանք որոշումներ կայացնելուց։ Ես շատ կարևորում եմ վերջին հանգամանքը, որովհետեւ իմ սուբյեկտիվ դիտարկմամբ հարցի պատասխանը այն հարցի, թե ինչու է ուշանում արդարադատությունը, եթե դիտարկում ենք սուբյեկտիվ պատճառների տեսանկյունից, այն է, որ շատերս վախենում ենք որոշումներ կայացնելուց։ Ինչու՞, որովհետև գործով ելքի որոշումը պատասխանատվության ստանձնում է։ Ցանկացած որոշում պատասխանատվություն է, իսկ դրան կարող է հետևել որոշակի հետևանք։ Եվ մենք շատ հաճախ բոլոր օղակներում այս խնդիրը ունենք։ Եվ դա տեսնում ենք։ Տեսնում ենք ամեն օր մեր աշխատանքում, երբ ստանում ենք բազմաթիվ նամակներ, որ քաղաքացիական գործը գումարի բռնագանձման պահանջի մասին, օրինակ, տևում է 10 տարի, քրեական գործը տևում է 10-ից ավել տարի, նախաքննության փուլը տևում է տարբեր պատճառներով 6, 7, 8 տարի, իհարկե նաև այն պայմաններում, երբ կան քրեական գործի քննության ժամկետներ, եւ դատարանների համար կա համապատասխան ուղեցույց սահմանված բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Ես կարծում եմ պատասխանատվության ստանձնումը յուրաքանչյուր օղակում խնդրի լուծման հիմնական գրավականներից է եւ օգտվելով առիթից, որ այստեղ հավաքված են ղեկավար կազմով, ես ընդհանրապես խնդրում եմ, որ մեր համակարգի, ձեր համակարգերի աշխատակիցների մոտ փորձենք ձևավորել պատասխանատվության ստանձնման այդ զգացողությունը եւ պարտականությունը, որպեսզի յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր մանր հարց վերադասության կարգով անընդհատ ամեն վայրկյան չքննարկվի եւ յուրաքանչյուր անձ ով ստանձնում է այդ պատասխանատվությունը ի վերջո իմանա, որ իր որոշման համար կրելու է պատասխանատվություն։ Եվ որպես քաղաքականություն մշակող մարմին մենք փորձելու ենք սահմանել այն միասնական չափանիշները, որոնք կապահովեն բոլորի համար կանխատեսելիություն, թե երբ եւ ինչի համար անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության։ Ինչ վերաբերում է օբյեկտիվ խնդիրներին եւ դրանց հաղթահարման ուղղություններին, ապա այս առումով նախարարությունը ունի բազմաթիվ նախագծեր, որոնք ես ինչ որ առումով կանվանեմ նաև խիզախ, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այլակերպ ուղղակի այս պահին անհնար է։ Մասնավորապես նախագծերից մեկը վերաբերում է դատարանում գործերի քննության կոնկրետ ժամկետներ նախատեսելուն, եւ ես իհարկե հասկանում եմ, որ կա օբյեկտիվ ծանրաբեռնվածություն, բայց նաև կա այդ ծանրաբեռնվածությունը թոթափելու խնդիր եւ կան նաեւ դատական համակարգում դատավորներ, որոնք գտնվելով նույն ծանրաբեռնվածության պայմաններում գործերի ընթացքը լուծում են շատ ավելի արագ, քան մյուս դատավորները, ընդ որում շատ ավելի արագը չի վերաբերում ամիսներին, այլ վերաբերում է տարիներին։ Այսինքն անհասկանալի է, թե նույն ծանրաբեռնվածության պայմաններում մեկ դատավորը ինչու է կարող քննել, ավարտել գործերը 2-3 տարվա ընթացքում, իսկ մյուսը 9-10 տարվա ընթացքում։ Սա ուղղակի կարծում եմ բոլորիս համար անընդունելի երևույթ է։ Եվ իհարկե սա մի նախագիծ է, որը պետք է մեր բոլոր գործընկերների հետ քննարկվի, նաև գործերի ժամկետի քննության երկարացման հնարավորությունները եւս պետք է քննարկվեն եւ սահմանվեն այն չափանիշները, որոնց հիման վրա պատճառաբանված որոշմամբ հնարավորություն կունենան դատավորները երկարացնել այդ գործերի քննության ժամկետը։ Հաջորդ նորամուծությունը վերաբերում է վարչական եւ քրեական վերաքննիչ դատարաններում գործերի գրավոր ընթացակարգներ դնելուն։ Սա կստեղծի մի իրավիճակ, որ դատավորները այլևս ստիպված չեն լինի վերաքննիչ դատարանում հրավիրել նիստեր, ստիպված չեն լինի տարաբնույթ պատճառներով հետաձգել այդ դատական նիստերը եւ կկարողանան գործերի քննությունը ավարտել առավել սեղմ ժամկետներում, իհարկե գրավոր քննության հետ կապված եւս նախագծերով սահմանվում են որոշակի կոնկրետ ժամկետներ։ Մյուս նորամուծությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործի քննության ընթացքում դատավորը փոփոխվում է, մենք ունենք խնդիր, կարծում եմ կհաստատեն գործընկերները նաև դատական իշխանության, որ հատկապես
մարզերում դատավորները նշանակվում են որպես անցումային, այսպես նշեմ, քիչ կարող է վատ է հնչում, բայց տարբերակ, այո, այսինքն նշանակվում են հնարավոր բաց տեղում, Տավուշում կամ, չգիտեմ, Սյունիքում, հետո այդ դատավորները տեղափոխվում են։ Օրինակ Գորիսում նույն խնդիրը ունենք ու գործերի քննությունը անընդհատ սկսվում է 0-ից։ Մեր օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ դատավորի փոփոխության պարագայում գործի քննությունը 0-ից չսկսվի, այլ կողմերի համաձայնության պարագայում դատավորը հնարավորություն ունենա սկսել գործի քննությունը այն կետից, որում որ նախորդ դատավորը թողել է։ Հաջորդ մեր նորամուծությունը, որը պետք է քննարկվի կրկին գործընկերների հետ, բայց փոքրիկ քննարկում արդեն ունեցել ենք, դա պլենումի գաղափարի մասին է, որպեսզի վճռաբեկ դատարանը հնարավորություն ունենա առանց վճռաբեկ բողոքի, բայց դատավորի կողմից դիմումի պարագայում քննության առնել հարցը եւ այդպիսով շատ արագ ապահովել միատեսակ կիրառության պահանջը։ Եվ իհարկե խոսվեց թվային գործիքների մասին, իհարկե առանց խնդիրների չեն այդ թվային գործիքները, պարոն Բաբայան, որովհետև նոր են, ես սա չեմ ասում որպես արդարացում, բայց իրականում դրանց իդեալական չլինելու հիմնական պատճառը դա է, որ մենք ոլորտում փորձ չունենք ու մենք նոր ենք սովորում ու դեռ պետք է սովորենք, բայց պետք է նշեմ, որ քաղաքացիական դատավարության խնդիրները, որոնք բացահայտվել են, գոնե փորձել ենք հաշվի առնել վարչական դատավարության հետ կապված թվային գործիքը մշակելիս եւ նաեւ դասընթացներ ենք իրականացրել ինչպես դատավորների հետ, այնպես էլ փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ, որ արդեն ամռանը հուլիս ամսից վարչական դատավարությունը մեր երկրում եւս կլինի թվային, իսկ դրա գործարկումից հետո կարճ չանցած մենք կփորձենք նաեւ գործարկել սնանկության բարույթը, որը արդեն վաղուց պետք է գործարկված լիներ, բայց ինչ-ինչ տեխնիկական պատճառներով չէր գործարկվել։ Այսինքն մոտ ապագայում կունենանք թվայնացված նաև սնանկության վարույթը, այդպիսով որոշակիորեն նաև բեռնաթափելով դատարանների աշխատանքը։ Եվ խելացի գործիքների ներդրման հետ կապված այս պահին ճիշտն ասած փոքրիկ պիլոտային ծրագիր ենք իրականացնում հասկանալու համար վարչական ոչ խնդրահարույց գործերով, որքանով է հնարավոր գեներացնել դատական ակտ կամ օգնել դատավորին գրել դատական ակտ, կարծում եմ, որ շատ շուտով արդյունքները երբ լինեն, հնարավորություն կունենանք ձեզ հետ կիսվելու դրանց մասին եւ քննարկելու արդեն այդ թվային գործիքների ներդրման հնարավորությունները նաեւ մեր դատաիրավական համակարգում։ Վարչական դատարանի հետ կապված իհարկե խնդիրները բազմաթիվ են, ինչու եմ սա շեշտադրում, որովհետև ուղղակի կապ կա պետական մարմինների գործունեության եւ վարչական դատարանի ծանրաբեռնվածության միջև, ինչի անում այս առումով արդարադատության նախարարությունը, մենք այս պահին մշակում ենք կրկին միասնական չափանիշներ, որոնք միտված են վարչարություն իրականացնող մարմինների կողմից որոշակի կոնկրետ վարքագծի դրսևորմանը, երբ իրենց կողմից կայացված վարչական ակտը բողոքարկվել է դատարան։ Եվ այս պահին իհարկե քննարկում ենք հնարավորությունները X գումարային շեմը չհաղթահարող բողոքարկումների պարագայում զերծ մնալ պետական մարմնի կողմից վարչական ակտերը վերադասության կարգով բողոքարկելուց, որովհետև մեր նախնական ուսումնասիրությունները գոնե թե ցույց են տալիս, որ շատ հաճախ արդարադատության իրականացումը ավելի թանկ է, այսպես ասած նստում պետության վրա, քան այդ ակտերը առհասարակ չբողոքարկելը։ Իհարկե նաև զուգահեռ խնդիր ունենք կատարելագործելու վարչարարությունը եւ դրան միտված շարունակական քայլեր կիրագործվեն։ Այսքանը շնորհակալություն կրկին բոլոր մասնակիցներին մասնակցության համար եւ ազնիվ զրույց ունենալու համար։